Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վարչապետ Փաշինյանը ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը հիբրիդային պատերազմի դրսևորում էր, որի նպատակն էր խաթարել Հայաստանի պետականությունն ու անկախությունը։ Նրա խոսքով պատերազմի եւ ապատեղեկության միջոցով հակաժողովրդավարական ուժերը փորձել են վերցնել իշխանությունը, բայց իրենք չեն համաձայնել եւ իշխանությունը վերադարձրել են ժողովրդին ընտրությունների միջոցով։ Փաշինյանը հիշեցրել է, որ 2021-ին տեղի է ունեցել արտահերթ ընտրություն, որոնցում քաղաքացիական պայմանագիրը հաղթել է ստանալով ժողովրդի վստահությունը։ Հայաստանն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, նշել է Փաշինյանը։ Ադրբեջանում անցկացվող ԱՊՀ երկրների խաղերի բացման արարողության ժամանակ ամբողջ սիմվոլիկան կրկին հակահայկական եւ պատերազմական էր։ Մի կողմից ցուցադրվում էր Ալիևի սիրած երկաթե բռունցքը, մյուս կողմից 44 թիվը, որն ուղեկցվում էր թշնամու դեմ տարած հաղթանակի մասին խոսքերով։ Հայաստանը ոչ մեկի պահանջն չի կատարում։ Այս մասին Ստրասբուրգում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Այս պահի դրությամբ կոնկրետ պայմանավորվածություններ չկան, բայց համոզված եղեք, որ Թրիփի հարցը շարունակում է գտնվել եւ Ամերիկայի եւ միջազգային հանրության օրակարգում։ Թրիփը քննարկվում է Հայաստան-ԱՄՆ երկկողմ ձևաչափով։ Ցանկացած երրորդ կողմ կարող է ներգրավել, երբ Հայաստանն ու ԱՄՆ-ն ձեռք բերեն համաձայնություն։ Ադրբեջանի բանտերում շինծուգործերով դատում են 23 հայերի եւ այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, բայց ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցչի սա ամենևին չի նշանակում, որ ի սկզբանե Բաքուն միայն նրանց է պատանդարել։ Ցավոք եղել են այնպիսի զարգացումներ, որոնք բացահայտում են պատերազմական հանցագործություն, մասնավորապես գերիների սպանություններ, ընդ որում այնպիսի դրվագներով, երբ արդեն գնդակահարված գերու մարմինը հանձնվել է հայկական կողմին եւ այստեղ կա համադրված ապացույց մի կողմից Ադրբեջանում գերի ընկած լինելու վերաբերյալ, մյուս կողմից մարմինը սպանված արդեն իսկ գտնվում է հայկական կողմի տիրապետության ներքո եւ երկրորդը, որ գերիները ուղակի բռնի անհետացել են։ Ալիևի կառավարությունը տարեսկզբից էր նպատակադրվել Կարմիր խաչի միջազգային պատվիրակության գործունեությունն արգելել երկրում եւ վերջերս էլ խփեց նրանց դեպորտ։ Մարդասերներն Ադրբեջանում տեղ չունեն, հատկապես եթե այդ առաքելությունը նաև հայերի համար է։ Իսկ Կարմիր խաչի պատվիրակները միակն էին, որ Բաքվից պահում էին հայ ռազմագերիների ու աշխարհի միջև կապը, այդ թվում նրանց իսկ ընտանիքների հետ, սնունդ ու հիգիենայի անհրաժեշտ պարագաներ հասցնում։ Վերջին այցելությունը հունիսին է եղել։ Դրանից հետո մինչև այս պահ հայտնի չէ ադրբեջանական բանտերում հալածվող հայերի իրական վիճակը։ Ավելի ուշ ի դեպ այդ տեսակցությունից շուրջ 2 ամիս անց Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում նախաստորագրեցին խաղաղության պայմանագիրը, բայց այդ սպիտակ թուղթն էլ չօգնեց Բաքվին քչացնելու հայերի դեմ ատելության չափաբաժինը կամ նույնիսկ փոքրինչ փոխելու վերաբերմունքը բանտարկված հայերի նկատմամբ։ Խաղաղության համաձայնագիրը, այստեղ մենք ունենք կրկին լուրջ մտահոգություն եւ քննադատություն, քանի որ այն չի պարունակում որևէ դրույթ, որը նախ կկարգավորեր գերիների անհապաղ վերադարձը, որը թեև Ժնևյան կոնվենցիաներով նախատեսված է, բայց ոչ մեկ չի խանգարում, որպեսզի լրացուցիչ ավելի հստակ երաշխիքներով այդ հարցը կարգավորվեր։ Հայաստանի միջազգային իրավական հարցերի նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ է հիշում, դեռ 2020 թվականից թերհավատություն կար միջազգային դատական գործընթացների նկատմամբ, քանի որ Ադրբեջանը չէր ենթարկվում համապատասխան որոշումներին ու վճիռներին։ Հիմա խաղաղության պայմանագրով մեր երկիրը պարտավորություն է ստանձնել հրաժարվելու Բաքվի դեմ բոլոր միջազգային ատյաններում նախաձեռնած իրավական տրցակներից, դրանք հետ կանչելով, ինչ է մնում արդյունքում Բաքվի շոու դատավարությունները, որ պարտադրելու են միակողմանի ճշմարտություն։ Միակողմանի ճշմարտության պարտադրումը շատ կարծում եմ այդքան լավ հետևանքներ չի ունենում նաև երկարաժամկետ կտրվածքով, որովհետև առհասարակ նաև ինչի մասին է խաղաղությունը, կարծում եմ, խաղաղությունը նաև այդ ճշմարտության մասին պետք է լինի, որովհետև դժվար է սեղմել այդ ամեն ինչը, այսինքն մարդու իրավունքների կոպտակուն խախտումները, պատերազմական հանցագործությունները։ Միջազգային իրավական հարցերը նաև անվտանգային երաշխիք են, ըստ Կիրակոսյանի միջազգային դատերը պետք է շարունակել, մասնագետները առայժմ հույսն ամբողջությամբ չեն կորցրել։ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին հարց օրակարգում չկա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով հայկական կողմը տարբեր մակարդակներով հստակեցրել է իր դիրքորոշումը, իսկ ռուսական ներկայությունը մնում է Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ։ Դեսպանը հիշեցրել է, որ ռազմաբազայի տեղակայման համաձայնագիրը գործում է մինչև 2044 թվականը ավտոմատ երկարաձգման պայմանով։
102-րդ ռազմաբազայի դուրսբերումը երկկողմ հարաբերությունների օրակարգում չէ, հայկական կողմը դրա մասին հստակ հայտարարել է բոլոր մակարդակներում։ Ռուսական ռազմական ներկայությունը մնում է Հայաստանի անվտանգության համակարգի կենսական հենասյուն եւ տարածաշրջանային կայունության էական գործոն։ Միևնույն ժամանակ մեր զինվորականները որևէ սպառնալիք չեն ներկայացնում տարածաշրջանում որևէ մեկի համար։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո մեր կենցաղ եկավ եւ իր կայուն տեղը զբաղեցրեց վարժական հավաքներ արտահայտությունը։ Ցավոք, արտահայտությունն արդեն հիմնականում օգտագործում է ոչ դրական կոնտեքստում։ Ի սկզբանե վարժական հավաքների տևողությունը 3 ամիս էր, այնուհետև այն նվազեցվեց մինչև 25 օր, բայց վերջին 5 տարիներին էլ գործադիրը պարբերաբար ֆիքսում էր, որ այս միջոցառումների մասնակիցների թիվը մտահոգության տեղիք է տալիս։ Մարդիկ ամեն կերպ խուսափում են վարժական հավաքներին մասնակցելուց։ Այդ իսկ պատճառով Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մի շարք օրենքներում փոփոխությունների նախագիծ է մտել խորհրդարան, որի նպատակն ըստ էության հավաքներից խուսափելու process-ն ավելի դժվարացնելն է։ Վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսևորման ձևերը, ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունները կանխելիս եւ խափանելիս, այլև հայտնաբերելիս եւ բացահայտելիս։ Օրենքով ընդլայնվելու են ռազմական ոստիկանության գործառույթները, որպեսզի 25-օրյա հավաքներից խուսափողների նկատմամբ վարչական ապարատի գործողությունները լինեն ավելի արդյունավետ եւ օպերատիվ։ Բայց արդյոք միայն ուժային մեթոդներով եւ օրենսդրական հստակեցումներով հնարավոր է կանխել 25-օրյա վարժական հավաքներից խուսափելու process-ը։ Նախ պետք է հասկանալ, թե ինչու են իրականում մարդիկ խուսափում հավաքներին մասնակցությունից։ Վարժական հավաքները Հայաստանում ի սկզբանե նաև աղճատվեցին, որտեղ վարժական հավաքների անվան տակ քաղաքական նպատակներով տասնյակներով մարդիկ զորակոչվեցին Անդրանիկ Քոչարյանի կոչով, հիշում եք հայտնի դեպքերը։ Ընդդիմադիր Մանուկյանը նաև հիշեցնում է վարժական հավաքների մասնակիցների կեցության վատ պայմանների մասին։ Իրականում վարժական հավաքների մեծագույն խնդիրն այն է, որ շատ մասնակիցների ու փորձագետների ձևակերպմամբ այդ ամենն արվում է պարզապես արձանագրելու համար։ Մարդ խուսափում է հավաքներից ավելի շատ, որովհետև գալիս է ոչինչ չի անում այդ հավաքների ընթացքում։ 3 անգամ կրակային գնալը դա ոչինչ չանելու մասին է։ Ինքը ուղղակի ժամանակ է կորցնում, իր անկերներին դրա մասին պատմում է, պարզը որ արդեն սարաֆանի ռադիոյով տարածվում է, որ մարդը ոչ մի բան չեն անում ու իրանց պետք չի գնալ։ Այստեղ նաև ազնվության խնդիրը կա։ Վարժական հավաքների անվան տակ մեծ հաշվով իրականացվում է առաջնագծի կազմի համալրման աշխատանքները, ինչը ինքնին կարելի է հասկանալ, եթե այդ համալրող անձնակազմը ունի դիրք պահելու համար անհրաժեշտ գիտելիքներ։ Հասկանում ենք, որ մարտական հերթապահության խնդրեմ կա, որտեղ հասկանում ենք, որ մարտական հերթապահության առաջվա 15 օրվա փոխարեն այսօր 2-3 ամիս զինվորը կանգնում է մարտական հենակետում, որ ինքնին բազմաթիվ խնդիրներ են։ Եվ թող չհոխորտան, որ պայմանագրային զինծառայողներով մեր զինված ուժերը լցված են։ Ոչ, վարժական հավաքները բացը լրացնելու համար է։ Բանակը ռեալ չի հասցնում հիմա վարժական հավաքներին ուղղակի ուշադրություն դարձնել։ Ինքը այդ ռեսուրսները չունի, այդ մարդիկ չունեն, ովքեր հասուն մարդկանց հետ կարողանան աշխատեն։ Զինծառայողներ չեն փաստացի 25-օրյայի մասնակիցները, իրանց հետ մի քիչ ուրիշ ձև է պետք շփվել։ Սրանք 25-օրյա հավաքներից խուսափելու պատճառների մի մասն է, որոնք սակայն եթե հաշվի չառնեն որևէ ուժային մեթոդ կամ խստացում չի աշխատի։ Մարդիկ նորից զարթուղի ճանապարհներով ամեն ինչ անելու են այդ հավաքներին չմասնակցելու համար։ Տարբերակները լիուլի են։ Կառավարության շենքի դիմաց հավաքվել են պատերազմի մասնակիցներ, ովքեր սիմվոլիկ քայլով փորձում են արտահայտել իրենց դժգոհությունը։ Նրանց ձեռքին տարբեր մարտական գործողությունների համար ստացած պետական պարգևներ են, որոնք ըստ նրանց կորցրել են իմաստը։ Պատերազմի մասնակիցները ի նշան քաղաքական գործընթացներին իրենց վերաբերմունքի հետ վերադարձրին պետական շքանշանները։ Այս կառավարությունը փորձում է խմբագրել մեր պատմությունը, փորձում է զրոյացնել այն կյանքը, այն դժվարություններն ու պայքարը, որ մենք ունեցել որի համար արյուն ենք տվել իր սխալներն արդարացնելու համար։ Մեզ ասում է, որ մեր վերջին 30 տարվա պայքարը, որի գաղափարով մեր հանրապետությունը հռչակվել է ու որը եղել է մեր պետության գաղափարական հիմքը, կեղծ է եղել, սուտ է եղել եւ գոյություն չունի։ Այսօր հանձնում եմ մինչև այն պահը կարծում եմ, երբ արժանի կլինենք, այսինքն կազատագրենք մեր երկիրը։ Արմեն Պետրոսյանը, որը 2012-ից տարբեր պարգևներ է ստացել սխրանքների համար, հերթով վերադարձրեց դրանք նշելով, որ իր այս քայլով ընդվզում է ինքնությունը
քայքայող համակարգի դեմ։ Պատերազմի մասնակիցներից որևէ մեկն այս որոշումը հեշտությամբ չի ընդունել։ Շքանշանները մեզ համար պարզապես մետաղ չէին, ասում է Արմանը, ու հավելում, սա հուզական ծանր գործողություն էր, իրենց արժեքների, իրենց գաղափարների նվիրումի հավատքի համար ստացած պարգևները իրենց իսկ ձեռքով դնում են գետնին, ոստիկանների ոտքի առաջ, անձրևի տակ թրջվելու։ Այս գետնին դնելը ձեր ամոթն է։ Ձեր համակարգի ամոթն է։ Պատերազմի մասնակիցներին առավելապես վրդովեցրել է այն փաստը, որ սեպտեմբերի 13-ին պատերազմի զոհերի իշատակը չհարգելով Հրազդանում ֆեստիվալ են կազմակերպել։ Մենք էլ դրա մեջ էլ արժեք չենք գտնում ու հետ ենք վերադարձնում այն ինչի համար մենք պայքարել ենք, մենք մեր սրտում ու հոգում պահում ենք, քանի որ դրա համար մարդիկ են զոհվել, արյուն է թափվել, մեր ընկերների արյունն է թափվել ու մենք այդ արժեքը վերականգնելու համար պայքարելու ենք, սա դրա առաջին քայլն է։ Բողոքավորները պարզաբանում են, իրենք չեն կարող կրել պարգևներ, երբ իրենց ազատագրական պայքարը, իրենց անցած ճանապարհը փորձում են վերաշարադրել որպես սխալմունք։ Պետական պարգևները վերադարձնելու այս քայլը բողոք էր ոչ միայն անցյալի արժեզրկման դեմ, այլև հստակ ուղերձ ներկայի ու ապագայի մասին։ Մինչև կառավարությունը չի արձագանքել այս քայլին, պատերազմի մասնակիցները մեկ անգամ եւս շեշտում են, իրական պայքարը միայն ճակատում չի եղել։ Արաբական Միացյալ Էմիրությունում գտնվող Հայաստանի քաղաքացիները կկարողանան ազգային վարորդական վկայականով անարգել երթևեկել։ Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանը բարձր են գնահատել երկու երկրների գործակցությունը եւ պայմանավորվել խորացնել այն։ Հուշագիրը վերաբերում է ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական բնակության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի քաղաքացիներին։ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել Միացյալ Նահանգներ ներմուծվող փայտանյութի եւ դրանից պատրաստված արտադրանքի վրա։ 25%-ի չափով մաքսատուրքերը կգործեն որոշակի տեսակի կահույքի, ներառյալ խոհանոցային կահույքի նկատմամբ։ Նոր միջոցառումներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 14-ին։ Թրամփը վստահություն է հայտնել, որ դա կվերադարձնի կահույքի բիզնեսը Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա, Միչիգան եւ այլ նահանգներ։ Բրյուսելը բացահայտորեն խառնվել է Մոլդովայի ներքին գործերին եւ ֆինանսական շանտաժ կիրառել քվեարկողների նկատմամբ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Մարիա Զախարովայի խոսքով եվրոպացի քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները ընտրություններից առաջ Քիշնև կատարած այցերի ժամանակ բացահայտորեն քարոզարշավ էին անցկացնում գործողություն եւ համերաշխություն կուսակցության օգտին եւ հանրապետությանը շարունակական ֆինանսական աջակցությունը կապում էին դրա հաղթանակի հետ։ Հիշեցնենք, որ Մոլդովայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթել է նախագահ Մայա Սանդուի կուսակցությունը, ստանալով 49.7% ձայն։ Սենց գնում հասնում մինչև Մայրաքաղաքի սրտում կենտրոն վարչական շրջանի Ձորապ փողոցում հակասանիտարական ու գարշահոտ վիճակ է։ Դիտահորից դուրս եկող կեղտաջրերը հասնում են մինչև Երևանի շտապօգնության գլխավոր կայանի դիմաց։ Այսօր շտապօգնության կայանն է։ Լստեն։ Շտապօգնության բժիշկները պիտի գնան կանչի վայր, բայց վայրը երբ բժիշկները գնում են կանչի վայր, շատ դեպքերում պացիենտներին հորդորում են, որպեսզի պահպանեն սանիտարագիգիենայի կանոնները, բայց դեպքում ինչ անեն այս բժիշկները։ Քաղաքացիների ահազանգին Վեոլիա ջրից պատասխանել են, որ կմոտենան, բայց արդեն 7-րդ օրն է այդ վիճակն է, գարշահոտն ու կեղտաջուրը ամենուր են։ Հրապարակումից ժամեր անց Երևանի քաղաքապետի հանձնարարականով քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները մի քանի ժամ աշխատելով բացել են խցանված գոյուղատարերը, հետո էլ ճանապարհը կեղտից մաքրելու համար ժամանել են Երևանի քաղաքապետարանի աղբահանության եւ սանմաքրման հիմնարկի աշխատակիցները, հատուկ նյութերով մաքրել են ճանապարհը։ Հիմա տեսնում եք ամբողջությամբ վերասփած է, չկա այն կեղտաջուրը, այն գարշահոտ վիճակը, գովելի է, որ բավականին օպերատիվորեն արձագանքել են։ Հակասանիտարական վիճակ է նաև Բաշինջաղյան 171 հասցեում տեղադրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների խաչքարի ու պուրակի տարածքում։ Խաչքարի հետնամասում գտնվող շենքի բակով անցնող գոյուղատարը վնասվել է, ինչի պատճառով էլ ամբողջ կեղտաջուրը տարածվում է ոչ միայն շենքի բակում, այլ նաև հասնում խաչքարի մոտ։ Երկար ժամանակ է դիտահորերից թափվող կեղտաջուրը
վերևին շենքի մոտից, որտեղ իդեպ փոս է փորված, սակայն ոչ մի աշխատանք կատարված չի, ամբողջ կեղտաջուրը էսա տեսնում եք։ Լցվում, հոսում, գալիս հասնում է այս հատվածում եւ այստեղ անտանելի վիճակ է։ Խնդիրը պետք է հրատապ լուծել, պատասխանատուների ուշադրության կարիքը կա։ Հակառակ դեպքում այդ կորաջրերը կվնասեն նաև Խաչքարը։ Սեպտեմբերի 30-ին խոշոր ու ողբերգական վթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Արտաշատ վերին Արտաշատ գյուղամիջյան ճանապարհին բախվել են Ford Fusion-ը եւ ZIL 130-ը։ Ford Fusion-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել երկաթե էլեկտրասյունը, մի քանի պտույտ շրջվել, ապա բախվել դաշտում տեղադրված երկաթե կոնստրուկցիային եւ գողաշրջվել։ Ford Fusion-ի վարորդը տեղում մահացել է, նրա մարմինը օպերատիվորեն ժամանած փրկարարծառայության Արտաշատի Հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն են հայտնաբերել մեքենայից դուրս։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին բաշտի պարեկները։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել են նաև մարմնի մասեր, մասնավորապես ոտքը կտրված։ Այս պահին փրկարարներն արդեն հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել են տարածքը։ Սեպտեմբերի 28-ին Այգավան գյուղի կամրջի մոտ բախվել են ՎԱԶ 2106-ը եւ Մերսեդեսը։ Մեկ հոգի տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն, օպերատիվ են գործել Վեդու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները։ Սեպտեմբերի 29-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Պուշկինի 4 հասցեում գտնվող շենքում կրակ եւ ծուխ է նկատվել։ Շենքը կիսաքանդ է։ Կրակը մարելու համար ժամանել են հրշեջների 5 մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղք։ Տեղում էր փրկարարծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։ Ժամանել էին նաեւ Երևանի շտապօգնության բժիշկների 2 հերթապահ խումբ, Գազպրոմ Արմենիա, Տրանսգազ եւ Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները։ Տարածքը սակայն գազաֆիկացված չէ։ Սեպտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել։ Մահացածը Երևանի 43-ամյա բնակիչ է, ով վերջերս է Ռուսաստանից վերադարձել։ Փրկարարծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն են ժամանել, նաև ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի երկրորդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։ Եվ Կորեայի ձորում ակտիվ շինաշխատանքներ են, ճանապարհը հիմնովին նորոգվում է, կատարվել է լայնացման հսկայածավալ աշխատանք, մի քանի տոննա քար ու հող է հեռացվել։ Տեղում աշխատում են նաև Գազպրոմ Արմենիա, Տրանսգազ ընկերությունների ներկայացուցիչները։ Նրանք չսպասելով հողահեռացման աշխատանքներին ձեռնամուխ են եղել այդ վայրով անցնող գազատար խողովակի տեղափոխմանը։ Առաջիկայում ճանապարհաշինարարներին են միանալու նաև Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները։ Ասեցին 9A դասարանն է եղել։ Սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Քանաքեր Զեյթունի Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցում։ Ծնողները պատմել են, որ ուսուցիչներից մեկը զայրացած լինելով երեխաների վրա հեռացել է դասասենյակից։ Երեխաներն էլ տեսնելով սա փորձել են դուրս գալ դպրոցից, պահակը թույլ չի տվել։ Այլ տարբերակ են գտել։ Երկրորդ հարկի պատուհանից են դուրս եկել մոտ 20 երեխա։ Թեպետ մեզ ծնողներից մի քանի հոգի նշում էին, որ երեխաները եղել են 20 հոգի, սակայն դպրոցի փոխտնօրենը ասում էր, որ դա իրականությանը չի համապատասխանում, եղել են 4-5 հոգի, ովքեր այս պատուհանից երկրորդ հարկից թռել են ներքև։ Ու քանի որ նրանք ցատկել են պատուհանից, երեխաներից մեկը ողնաշարի հատվածում ցավեր է ունեցել։ Երեխային Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն են տեղափոխել, նրան հետազոտել են։ Դեռ մեկ շաբաթ եւս 14-ամյա աղջիկը կմնա հիվանդանոցում, բուժումներ կստանա, որից հետո կվիրահատեն։ Արդեն հիվանդանոց գնացել եք, տեսել եք երեխային։ Նույն օրը։ Սակայն ցավ է, ինչի հետ համաձայն են, որը նշում են ծնողները, որ նման դեպք է տեղի ունեցել դպրոցում, ոչ քաղաքապետարանը, ոչ թաղապետարանը չեն փորձել հետաքրքրվել, պարզեն, թե ինչն է եղել պատճառը։
Չնայած նրան, որ ծնողները չեն ցանկացել տեսախցիկի առաջ խոսել, վստահեցրել են, որ այդ ամենն իրականություն է։ Դպրոցի տեսախցիկները վստահաբար ֆիքսել են։ Ծնողները դեպքի մասին տեղեկացրել են ոստիկանության Քանաքեր Զեյթունի բաժին։ Դպրոցի տնօրենը լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է, որ որևէ կոնֆլիկտ ուսուցչի հետ չի եղել։ Պարզապես երեխաներն են որոշել փախչել դասից ու ոչ բոլորը մի քանի տղա ու 2 աղջիկ։ Ըստ նրա երեխաները գնացել են շրջել Քանաքերում, հետո միայն ժամը 18-ին են ծնողները երեխային տարել հիվանդանոց։ Պարզվել է, որ կողոսկրը ջարդվել է, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։